Սիրելի ընկերներ, ողջունում եմ ձեզ իմ ալիքում, իմ անունը Արմինե է, խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին և միշտ տեղեկացված կլինեք նոր տեսանյութերի վերաբերյալ։ Այսօր ձեզ հետ կխոսենք լիալուսնի մասին, որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 1-ի գիշեր լույս 2։ Կխոսենք, թե ում վրա կարող է այն ավելի ուժեղ ազդել և վերջում կխոսենք արդեն բոլոր նշանների մասին։ Այսինքն կյանքի այն ոլորտների մասին, որտեղ այս լիալուսինը կբացահայտի ձեզ համար արդյունքներ և հստակություն այն գործերի վերաբերյալ, որոնցով դուք զբաղվել եք վերջին 6 ամսվա ընթացքում։ Ով է այս օրը ամենաուժեղը զգալու ըստ կենդանակերպի նշանների։ Իհարկե դա առյուծ նշանի ներկայացուցիչներն են, հատկապես նրանք, ովքեր ծնվել են հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը։ Սա ձեր լիալուսինն է։ Լիալուսնի օրերը փետրվարի 1-ը և 2-ը կարող են ձեզ համար ավելի զգացմունքային լինել, քանի որ լուսինը ուղղակիորեն ազդում է ձեր արեգակի վրա։ Այդ պատճառով այն զգացումները, որոնք դուք նախկինում չեք արտահայտել, կարող են դուրս գալ մակերես։ Սրանք ձեզ համար լուսավորումների, բացահայտումների օրեր են։ Նրանք կարող են դառնալ նաև վառ արտահայտման օրեր, երբ ամեն ինչ կարծես ձեր կողմն է կանգնում։ Սակայն ձեր իրական ուժը հենց այն է, թե ով եք դուք։ Լուսինը ամբողջությամբ աջակցում է ձեզ, ձեր ինքնաարտահայտման մեջ։ Նաև ձեզ համար իրադարձությունները կարող են ավելի բարենպաստ զարգանալ, եթե պատրաստ լինեք գնալ փոխզիջումների։ Սա այն օրն է, երբ կարող են ստորագրվել կարևոր փաստաթղթեր, որոնք անմիջականորեն կապված են ձեր անձի հետ։ Սրանք կարող են լինել հստակեցման օրեր, երբ դուք որոշումներ եք ընդունում այն տեղեկատվության շնորհիվ, որը կստանաք այլ մարդկանցից։ Սա հստակության և վառ ինքնաարտահայտման ժամանակաշրջան է, սակայն միևնույն ժամանակ զգացմունքային մակարդակը կարող է լինել շատ ավելի բարձր, քան նախորդ օրերին։ Այդ պատճառով խնդրում եմ զգույշ եղեք։ Ընդհանուր առմամբ այս լիալուսինը ձեզ աջակցում է, տալով ուժ, ինքնավստահություն, հստակություն և տեսանելի արդյունքներ։ Եվ իհարկե այս ազդեցությունը կզգա նաև այն նշանը, որը կանգնած է ձեր դիմաց։ Դա ջրհոսն է, հատկապես այն մարդիկ, որոնք ծնվել են հունվարի վերջին օրերին մինչև փետրվարի 6-ը։ Ձեր արեգակի դիմաց է տեղի ունենում լիալուսինը, բնականաբար դուք դա ուժեղ կզգաք։ Այս լիալուսինը ձեզ կտա հստակություն հարաբերությունների ոլորտում։ Միաժամանակ ձեր նշանի մեջ մեծ կուտակում կա մոլորակների շքերթ է համարվում։ Եվ դուք մոտենում եք նաև խավարմանը, որը լինելու է հենց ձեր նշանում։ Դրա համար ուշադրություն դարձրեք այն իրադարձություններին, որոնք տեղ են ունենում այլ մարդկանց հետ այս օրերից հետո։ Նայեք, թե ինչ է կատարվում այն մարդկանց կյանքում, որոնց հետ դուք շփվում եք, քանի որ ազդեցությունը գալիս է ոչ թե ուղիղ, այլ անուղղակի ձևով։ Թվում է ինչ-որ բան տեղի ունենում դիմացինի մոտ կամ ուրիշի հետ, բայց դա ուղղակիորեն ազդում է ձեր ճակատագրի և ձեր ընթացքի վրա։ Ընդհանրապես պայմանագրերը, հարաբերությունները և համաձայնությունները ձեզ համար կլինեն չափազանց կարևոր։ Այս շրջանը ձեզ կբերի որոշակի հանգուցալուծումներ։ Դա կարող է լինել երկար սպասված խաղաղություն, միություն, հստակություն։ Ձեր հարաբերությունների վերաբերյալ պատասխանները կգան այլ մարդուց։ Սա շատ կարևոր ու նշանակալի ժամանակահատված է ձեզ համար, որը հնարավորություն է տալիս վերջապես որոշում կայացնել հավասար և արդար հարաբերությունների հարցում, և միևնույն ժամանակ ձեզ մոտեցնում է խավարումներին։ Ձեր խավարումը տեղի կունենա փետրվարի 17-ին, նաև դա համարվում է կրակե ձիու տարվա սկիզբը։ Եվ շատ լավ է, որ լինելու է արևի խավարում։ Դուք լիալուսնի օրերը կարող եք շատ ուժեղ զգալ, սակայն այստեղ շեշտը հիմնականում դրվում է հարաբերությունների վրա։ Այն, ինչ տեղի ունենում մյուսների կյանքում և ինչպես են այդ իրադարձությունները անդրադառնում ձեր կյանքի վրա։ Այս լիալուսնի ազդեցությունն առավել բարենպաստ կերպով կզգան կրակի նշանները, խոյերն ու աղեղնավորները։ Խոյերը, հատկապես նրանք, ովքեր ծնվել են մարտի 28-ից ապրիլի 7-ը,
և աղեղնավորները, ովքեր ծնվել են նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը։ Ձեզ համար այս լիալուսինը կազմում է լավ միացում ձեր արևին, ինչի շնորհիվ կարող են գալ հստակություն և որոշումներ։ Դուք կարող եք կարևոր կետ դնել այն գործընթացում, որոնք կապված են ձեր ինքնաիրացման հետ։ Դուք կարող եք որոշում կայացնել թե հարաբերությունների, թե ուսման և թե ֆինանսների հարցերում։ Նույնիսկ այն իրադարձությունները, որոնք կարծես թե տեղ են ունենում ոչ թե ձեզ մոտ, այլ ուրիշների կյանքում, բարենպաստ կերպով կանդրադառնան ձեր ծրագրերի վրա։ Լիալուսինը դուք նույնպես ավելի ուժեղ կզգաք, այսինքն էմոցիոնալ ֆոնը կարող է բարձր լինել։ Դրա համար խնդրում եմ զգուշություն ցուցաբերեք փետրվարի 1-ին և 2-ին։ Ավելի անբարենպաստ այս լիալուսնի ազդեցությունը կզգան ցուլերն ու կարիճները, հատկապես այն ցուլերը, որոնք ծնվել են ապրիլի 28-ից մինչև մայիսի 8-ը և կարիճները ծնված հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 10-ը։ Ձեզ համար այս լիալուսինը կազմում է քառակուսի, և նույն լարված միացումները կան նաև այլ մոլորակներից, միայն ոչ արևից և լուսնից։ Դուք կարող եք զգալ, որ կյանքում շատ բաներ չեն ստացվում այնպես, ինչպես որ ցանկանում եք։ Կլինեն բազմաթիվ փոփոխություններ, ներքին ու արտաքին ճնշումներ կամ նաև խոչընդոտներ։ Շատ դեպքերում կթվա, թե իրադարձությունները տեղի են ունենում ոչ ձեր պատճառով, բայց դրանց հետևանքով ձեր գործերն էլ են կանգ առնում և չեն զարգանում։ Դուք ստիպված կլինեք կամ սպասել կամ ինչ-որ բան փոխել։ Այս լիալուսինը կարող է ցույց տալ, ինչից պետք է հրաժարվեք, ինչն այլևս չի կարող շարունակվել նախկին ձևով։ Դա ձեզ մղում է անցնելու նոր մակարդակի, վերափոխելու ձեր ինքնաարտահայտումը և ծրագրերը, քանի որ այս լիալուսինը ինչ-որ բան է ավարտում ուրիշների կյանքում և հասարակության մեջ, իսկ այդ ավարտները ստիպում են ձեզ փոխել հենց ձեր ուղղությունը։ Քառակուսին հենց դա է անում, այն ստիպում է փոխել ձեր ծրագրերը և հարմարվել նոր պայմաններին։ Այդ իսկ պատճառով դուք կարող եք այս լիալուսինը զգալ ավելի անբարենպաստ, սակայն միաժամանակ կա հնարավորություն անցնելու նոր մակարդակի, ինչ-որ բանից հրաժարվելու, փոխելու ձեր ծրագրերը և ձեր ինքնաարտահայտման ձևը։ Հաշվի առնելով այն, որ փետրվարի 17-ից հետո ինչ-որ բան անպայման կբացվի բոլորիս համար, ողջ մարդկության համար։ Եվս մեկ անգամ դա հատկապես կզգան ցուլերն ու կարիճները, ցուլերը, ովքեր ծնվել են ապրիլի 28-ից մայիսի 8-ը, կարիճները, ովքեր ծնվել են հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 10-ը։ Այսպիսին է մեր լիալուսնի ազդեցությունը, իսկ հիմա եկեք դիտարկենք յուրաքանչյուր կենդանակերպի նշանը առանձին։ Ես կանցնեմ բոլոր նշաններով կարճ և ձեզ կտամ համառոտ տեղեկություն այն մասին, թե կյանքի որ ոլորտում կարող է առաջանալ պարզություն, արդյունք կամ որոշում, վերջնական որոշում փետրվարի 1-ից 2-ը ընկած լիալուսնի ընթացքում։ Դա կարող եք նայել հորոսկոպ, իհարկե կարող եք նայել ասցենդենտի նշանով, ովքեր որ գիտեն, ասցենդենտից մեկ նշան այն կողմ, ովքեր որ իհարկե դա ևս գիտեն, եթե գիտեք ասցենդենտ, ուրեմն դա ևս գիտեք, լուսնի նշանը և արևային։ Եթե չգիտեք ասցենդենտը և լուսնի նշանը, ապա կարող եք նայել միայն արևային նշանով։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, կարող եք սեղմել վրան և անցնել ձեր կենդանակերպի նշան, բայց մինչև անցնելը լավ կլինի, որ սկիզբն էլ լսեք, որովհետև սկզբում նաև ձեզ համար շատ տեղեկություն եմ ասում, այս անգամ առույցի մասին այդքան շատ տեղեկություն չեմ ասում, բայց պետք է հասկանաք, որ մեր եսն է ավելի շատ լինելու, մարդիկ ավելի իրենցին են ձգտելու, որը իրենցը առաջ տանեն ամենուրեք։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, դա կլինի ձեր 5-րդ տանը, սիրո զգացմունքների տանը, հնարավոր է ձեզ համար ավելի պարզ դառնա դիմացինի զգացմունքները, սերը դեպի ձեզ։ Կարող է որևէ մեկը խոստովանի իր սերը, նաև որևէ նվեր կարող եք ստանալ, նաև շահել որևիցե բան։ Ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ռոմանտիկ հանդիպումներ կարող եք ունենալ։ Ձեր հարաբերությունները կարող են տեղափոխվել մեկ այլ հարթության վրա։ Կարող է վերջանալ մեկ փուլը և սկսվի մյուսը, համենայն դեպս ինչ-որ բան պարզ կդառնա սիրո հետ կապված։ Եթե դուք ամուսնացած եք և ձեզ մոտ ամեն ինչ լավ է,
ապա նորություն կլսեք ձեր երեխաների հետ կապված։ Հնարավոր է որևէ բան ավարտվի իրենց մոտ, օրինակ դպրոցը կամ քննությունները։ Ոմանք էլ կարող է դուրս գան աշխատանքից եւ զբաղվեն իրենց հոբիով։ Հնարավոր է ոմանց մոտ ավարտվի որևէ պայմանագիր եւ կամ կրկին պետք է այն թարմացնեք կամ ավարտեք այդտեղ սկսած գործունեությունը։ Ոմանք կարող են գնալ հանգստանալու, իսկ ովքեր ստեղծագործում են, հնարավոր է նաև ավարտեք այն, ինչում հիմա աշխատում եք։ Լիալուսինը նաև ավարտին է հասցնում ռոմանտիկ հարաբերությունները, եթե ձեր մոտ խնդիրներ կային կամ ձևավորվել էր եռանկյուն հարաբերություններ։ Լիալուսինը կարող է բացել այդ գաղտնիքը եւ ամեն ինչ կավարտվի։ Հարգելի ցուլեր, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 4-րդ տանը, ձեր անշարժ գույքի տանը, ձեր ընտանիքի, ձեր անձամբ, ձեր տանը։ Եթե որևէ գործարքներ ունեիք տան հետ կապված, ապա այն կարող է ավարտվել մինչև նաև եթե ձեր բնակարանն եք վերանորոգում, դա եւս կավարտվի այս 2 շաբաթվա ընթացքում, մինչև ամսվա կես։ Միգուցե բնակարան եք գնում կամ վաճառում եւ պետք էր որևէ գործարքներ կատարեիք, ապա դա ավարտին կհասցնեք։ Ոմանք կարող են տեղափոխվել, օրինակ եթե Վարշավայում եք ապրում, հնարավոր է որ ավարտվի պայմանագիրը եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Հնարավոր է որ նաեւ ձեր հարազատներին է որևէ բնակարան հարկավոր կամ կգան որոշ ժամանակ ձեր տանը բնակվելու։ Եվ հնարավոր է որ ձեր երեխաներից որևիցե մեկը տեղափոխվի եւ ապրի ձեզանից առանձին։ Ոմանք էլ կարող է իրենց ծնողների հետ սկսեն ապրել։ Ոմանք էլ կարող է գնան իրենց հայրենիք կամ նաև կցանկանաք փոխել ձեր ազգանունը։ Լիալուսնի ժամանակ շատերն են իմանում, թե իրենց իրական ծնողներն ովքեր են։ Ամիշտ պարզություն է մտցնում։ Ճամփորդության, գրանցման, քաղաքացիության հարցերում կարող է եւս պարզություն լինել։ Պարզություն կլինի օտար երկրում փաստաթղթերի հետ կապված հարցերում։ Նաև նորություն կլսեք ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի վերաբերյալ։ Հարգելի եկվորյակներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 3-րդ տանը։ Դուք հնարավոր է որևէ տեղ ճամփորդեք, նոր ծանոթություններ հաստատեք, նոր շփումներ, կարող է որոշ մարդկանց հետ շփումը սահմանափակեք կամ ավարտեք։ Քանի որ կարող է որոշ հարցեր պարզ դառնան ձեզ, դրա համար հեռանաք։ Նաև եթե ճամփորդում եք, ապա կվերադառնաք տուն։ Եթե որևէ կուրսերի եք հաճախում, հնարավոր է ավարտեք դրանք, նաև ուսումը կարող է ավարտեք եւ մեկ այլ տեղ դիմեք։ Ոմանց հարևանը կարող է գնալ, վաճառել եւ գնալ, իր բնակարանից գնալ, կամ նաեւ ձեր քույր եւ եղբոր վերաբերյալ որևէ բան ձեզ համար կարող է պարզվել։ Օրինակ, որ ցանկանում են ամուսնանալ կամ որ հղի են եւ այլն։ Այս լիալուսնի ժամանակ հնարավոր է որ մեքենա գնաք, վերջապես ընտրեք որն եք ցանկանում եւ գնաք, կամ նաեւ վաճառեք։ Կարող եք ստանալ ձեր փաստաթղթերը, մեքենայի տեղանձնագիրը կամ նաեւ վարորդական իրավունքը։ Հարգելի խեցգետիններ, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 2-րդ տանը, ֆինանսների տանը, եւ լիալուսինը միշտ արդյունքներ է տալիս։ Եթե դուք գումարի եք սպասում, ապա այն կստանաք։ Եթե որևէ բաներ եք պատվիրել եւ սպասում եք, ապա դուք այն կստանաք։ Որևէ փաթեթներ կամ նաեւ նվերներ կարող եք ստանալ։ Եթե ֆինանսական օգնություն չեք ստանում, ամենայն դեպս պատասխանը կստանաք։ Հնարավոր է նաեւ վարկերի փակման վերջին շաբաթը լինի եւ ավարտվի այն։ Նաեւ հնարավոր է որ վարկեր ձևակերպեք եւ վերջնական որոշումը կլինի այս 2 շաբաթվա ընթացքում։ Նաև վերաբերվում է մեր ռեսուրսներին։ Ոմանք կարող է սկսեն առողջ ապրելակերպ վարել, հետևեն առողջությանը, ավելացնեք ձեր էներգիան։ Երկրորդ տոնը դա նաև մեր ձայնն է, հնարավոր է որ ցանկանաք որևէ տեղում ելույթ ունենալ։ Այս լիալուսինը պարզություն կմտցնի ձեր ինքնագնահատականի համար, թե որքան եք դուք ձեզ գնահատում, ձեր ծառայությունները նույնպես, եթե դուք աշխատում եք հաճախորդների հետ։ Հարգելի հարուստներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր առաջին տանը։ Ձեր նշանում է տեղի ունենալու լիալուսին այս 2 շաբաթը ձեզ վրա բավականին շատ է ազդելու, կարող եք լսել սկիզբը։ Առաջին տունը դա մենք ենք, մեր տեսքը, արտաքինը, ինչպիսին է մեր տեսքը։ Կարող եք փոխել ձեր ոճը կամ վերջնական կորոշեք փոխել ձեր արտաքին տեսքը։ Կարող եք փոխել ձեր մազերը, մազերի գույնը, կարճացնեք կամ երկարացնեք, հագուստը փոխեք։
Ոմանք էլ կցանկանան փոխել իրենց անձնագիրը, նաև անունը։ Հնարավոր է, որ դուք հիմա ձեզ ներկայացնեք ուրիշ ֆորմատով, նաև ուրիշ մասնագիտությամբ։ Ձեր եւ ձեր սիրելիի հարաբերություններում պարզություն կլինի։ Կտեսնեք այն այնպես, ինչպես որ կա։ Նաև կարող է նոր ծանոթություն լինել, ինչպես նաև բաժանում։ Ոմանք կարող են անցնել նոր этап, ավելի լուրջ հարաբերությունների։ Ավարտեք այդ ռոմանտիկ վիճակը եւ ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Կարող է որևէ վերջնական որոշում կայացնեք, թե ինչ եք անելու հետո, ինչպիսին է լինելու միասին կյանքը կամ հարաբերությունները։ Ոմանց հնարավոր են ամուսնության առաջարկ անեն կամ սիրո խոստովանություն։ Իսկ ովքեր որ ավելի ուժեղ կզգան, ես արդեն այդ մասին խոսել եմ սկզբում։ Եվ որևէ նորություններ կարող եք ստանալ աշխատանքի հետ կապված։ Հարգելի կույսեր, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 12-րդ տանը, դա ազատման եւ ավարտի տունն է։ Լիալուսինը հենց նույնն է ձեզ տալիս։ Կարող եք ազատվել որևէ բաներից, կարևոր որոշումներ կայացնեք, որևէ բաներից էլ ձեր կյանքից կհանեք։ Որևէ բան կարող եք ձեզ այնց հեռացնել, տալ ուրիշին եւ ազատվեք ուղղակի դրանից։ Ավարտին կհասցնեք ինչ-որ բաներ, կվերջացնեք։ Ովքեր խնդիրներ կամ որևէ գործեր ունեին անավարտ օտար երկրում, ապա այն կարող է ավարտվել։ Վերջնակետ լինի։ Կարող է վերջապես ստանաք վիզա կամ վերջնական որոշումը, որ գնում եք մեկ այլ երկիր կամ դուք ինքներդ վերջնական որոշեք դա։ Որևէ հարցերում կարող եք պատասխաններ ստանալ, որևէ բան ձեզ համար արդեն ավելի պարզ կլինի։ Նաև կարող է ցանկանաք առանձնանալ, մնաք միայնակ։ Ոմանք նաև կարող են ազատվել բանտերից։ 12-րդ տունը դա նաև հիվանդանոցն է։ Հնարավոր է, որ կամ գնաք ստուգվելու կամ որևէ վիրահատություններ կատարեք, շատ լավ է վիրահատություններ կատարել նվազող լուսնի ժամանակ։ Կարող եք նաև այնտեղ մնալ 2 շաբաթ բուժվելու համար։ Ոմանք կարող են ստանալ ժառանգություն կամ որևէ process-ի ավարտը կարող է լինել։ Նաև հնարավոր է, որ ձեր կյանք վերադառնան նախկին հարցերը, որպեսզի դրանք ավարտին հասցնեք։ Դրանք այն հարցերն են, որոնք որ դուք գիտեիք, ուղղակի այդպես թողել էիք։ Եվ այս լիալուսինը ձեզ ցույց կտա, թե ինչից պետք է բաժանվեք, ինչին պետք է վերջնակետ դնեք եւ ինչ պետք է նվիրաբերեք։ Հետևեք ձեր կյանքի նշաններին, նրանք ձեզ անպայման ցույց կտան։ Հարգելի կշերկներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունը դա ապագայի տունն է եւ անցյալի արդյունքների տունը։ Այս լիալուսնի ժամանակ դուք կտեսնեք որևէ արդյունքներ, եկամուտներ, հնարավոր է որևէ ֆինանսական եկամուտ, ձեր կատարած աշխատանքի դիմաց դուք ստանաք։ Նաև կարող է հարաբերությունների արդյունքներ լինեն, հնարավոր է որևէ մեկի հետ վերջնակետ դնեք։ Կամ ձեզ համար պարզ դառնա որևէ հարցեր եւ անձնական եւ ընկերական ոլորտում։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ, կամ կարող է ձեզ ձեր ընկերներից ոմանք ծանոթացնել որևէ մեկի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Եվ այս լիալուսնի ժամանակ շատերի երազանքը եւ ցանկությունները իրականանում են։ Հնարավոր է, որ ոմանց մոտ փոխվեն իրենց պլանները, նպատակները, ունենաք արդեն նոր երազանքներ։ Կսկսեք մտածել ձեր քայլերի մասին, որոնք պետք է կատարեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին եւ ցանկություններին։ Ընկերների մասին կարող եք որևէ հարցեր իմանալ։ Որոշ պարզություններ կմտնեն ձեր հարաբերությունների մասին, կամ կիմանաք որևէ բաներ ձեր ընկերների մասին։ Լիալուսնի ժամանակ շատերն են վերջնակետ դնում ընկերությանը։ Հնարավոր է, որ ոմանք հեռանան ձեր կյանքից կամ դուք ինքներդ իրենց հանեք։ Կամ հնարավոր է, որ ձեր ընկերներից որևէ մեկը գնում է հեռու, օտար երկիր եւ այդպես բաժանվում եք իրարից։ Եթե դուք աշխատում եք on-line սոցցանցերով, եթե այդ ոլորտում եք, ձեզ համար որևէ պարզություն կմտնի, դուք կմտցնեք, միգուցե սկսեք որոշեք վերջնականապես աշխատել on-line, կլուսավորվի որևէ բան։ Ոմանք էլ կարող է ավարտեն այդ աշխատանքը կապված սոցցանցերի հետ եւ զբաղվեն մեկ այլ գործերով։ Հարգելի կարիճներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 10-րդ տանը, կարիերայի կարգավիճակի տանը։ 10-րդ տնով մարդիկ սովորաբար հայտարարում են, որ իրանք ովքեր են, ինչ են իրենց աշխատում, ցույց են տալիս իրենց մասնագիտությունը, որով իրենք սկսում են հենց երևալ, հանրությանն են ներկայանում իրենց դեմքով։
Լիալուսինը կլինի 2 շաբաթ եւ պարզություն կմտնի ձեր աշխատանքում, նաեւ ձեր բիզնեսում։ Հնարավոր է ավարտվել որևէ պրոյեկտներ կամ կարող է փոխվել նաեւ ձեր տնօրենը։ Որևէ տեղեկություն կարող եք իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ որ դուք աշխատում եք։ Ոմանք կարող է որոշեն փակել իրենց բիզնեսը կամ վաճառեն եւ սկսեն նոր գործով զբաղվել։ Եթե դուք աշխատում եք որևէ մեկի մոտ, հիմա կարող է որոշեք աշխատել ինքներդ ձեզ համար։ Փոխեք ձեր կարգավիճակը։ Ոմանք էլ կարող են ստանալ նոր պաշտոնի առաջարկ կամ կցանկանաք ավարտել ձեր աշխատանքը եւ գնաք թոշակի։ Ձեր կարգավիճակի պարզություն կլինի, թե ինչ դիրքում եք դուք հիմա գտնվում։ Նաեւ կարգավիճակը դա վերաբերվում է ամուսնությանը։ Ոմանք կարող է որոշեն բաժանվել կամ կստանաք նաեւ ամուսնության առաջարկ։ Եվ իհարկե ոմանք կարող է հղիանան կամ լսեք, որ որևէ մեկը հղի է կամ ծննդաբերություն լինի, կամ դուք կծննդաբերեք, կամ կլսեք իհարկե, որ ինչ-որ մեկը երեխա է ունեցել։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատանքի համար, կամ ձեր աշխատանքի համար, կամ ձեր զուգընկերոջ աշխատանքի համար։ Այս դեպքում պետք է պարտադիր գնալ իր հետևից։ Հարգելի աղեղնավորներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 9-րդ տանը։ Ձեզ համար ճամփորդության ժամանակն է, հնարավոր է, որ նաև հանկարծակի գնաք, կամ արդեն իսկ պլանավորել եք, որ պետք է գնաք։ Բոլոր հարցերը կապված օտար երկրների հետ, փաստաթղթերի հետ, իրավաբանական հարցերի հետ, այդ ամբողջին վերջնակետ կլինի, կավարտվի։ Որոշ հարցերի պատասխաններ կստանաք, որոշ արդյունքներ։ Կարող են նաև որոշ հարցեր պարզաբանվել, ուսման համար եւս շատ լավ ժամանակ է։ Բայց հիշեք, որ լիալուսից հետո լինում է նվազող լուսին, եւ այդ 2 շաբաթվա ընթացքում ասես ամեն ինչ կավարտվի։ Կարող են նորություններ լսել ձեր թոռների վերաբերյալ, գուցե ծնվեն կամ նաև հղիություն լինի։ Լավ ժամանակ է որևէ բաներ գովազդելու համար։ Ընդհանրապես այդ տունը հաջողության տունն է, եւ դուք կարող եք իմանալ, որ որևէ հարցում հաջողության եք հասել։ Հարգելի այցեղջյուրներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, ֆինանսի տանը։ Որոշ ֆինանսական հարցեր կարող են վերանայեք, որոշ բաներ կվերահաշվարկեք։ Նաև կցանկանաք կրկին ներդրումներ անել։ Լիալուսինը միշտ ամեն ինչ լուսավորում է եւ ասես պարզություն է լինում։ Եվ արդեն կիմանաք ինչ անել եւ ինչպես։ Նաև կարող է ֆինանսական ինչ-որ նորություն լսեք։ Հնարավոր է որոշ գործարքների ավարտ լինի կամ կարող է գումար ստանաք, նաև հնարավոր է, որ պետք է վճարեք որոշ գումարներ եւ այն էլ շատ հանկարծակի։ Ընդհանրապես այս տունը ոչ թե մեր աշխատած գումարներն են, այլ ուղղակի դիմացից եկող գումարներն են։ Հնարավոր է նաև հանկարծակի ծախսեր։ Նաև պարզություն կլինի, մտնի ձեր հարկային գործերում, վարկերում, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսներում, նաև մեկ ուրիշի ֆինանսներում, եթե իհարկե դուք ամուսնացած չեք, դա ձեր ծնողներն են։ Հնարավոր է նաև այդ ամենը դուրս գա ջրի երես։ Ինչ-որ մի բանը իմանաք, օրինակ, որ բանկում գումար ունեն կամ մեկ այլ հարցեր։ Հարգելի ջրհոսներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 7-րդ տանը, դա հարաբերությունների տունն է։ Եթե իհարկե ձեր ծննդյան օրերն են այս օրերին, իհարկե հունվարի 30-31, փետրվարի 1, 2, 3, այդպես կարելի ասել, ապա հաջորդ 12 ամսվա ընթացքում որևէ հարց իր ավարտը կունենա։ Կամ նաև դուք կստանաք որևէ արդյունքներ, ովքեր երեխա են ցանկանում կարող եք հղիանալ։ Եվ իհարկե մնացած ջրհոսների համար, սա միայն հոբելյարների համար է։ Այս լիալուսինը կարող է ձեզ տալ որևէ հարցերի վերջնական լուծում կապված ամուսնության, բաժանման եւ գործընկերոջ հետ։ Հնարավոր են գործարքների ավարտ, օրինակ արք ու վաճառք։ Հնարավոր են ավարտվել որևէ պայմանագրեր։ Նաև դա կարող է լինել աշխատանքի հետ կապված պայմանագրի խզում, իհարկե գործընկերների միջև։ Նաև հնարավոր է վերջնական ստորագրություն, պայմանագրի կնքում եւ սկսեք արդեն միասին աշխատել։ Չնայած սկսելու համար այդքան էլ բարենպաստ չէ։ Որոշ գործարքներ, գործեր կապված ձեր հաճախորդների հետ կարող եմ արդեն ավարտին հասցնեք, ավարտեք իրենց աշխատանքը կամ վերջնական պայմանավորվեք, որ ինքը ձեզ մոտից ինչ-որ բան է պատվիրում։ Հնարավոր է նաև ավարտվեն որևէ դատական հարցեր կամ պարզություն կմտնի այդ գործընթացում։ Եթե որևէ հարցեր կային անհայտ ձեր հարաբերություններում կապված ձեր զուգընկերոջ հետ, ապա
պարզ կդառնա դրանք։ Ձեզ համար արդեն ամեն ինչ պարզ կլինի, ավելի պարզ կլինի յուրաքանչյուր բան։ Հարգելի ձկներ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 6-րդ տանը։ Հնարավոր է աշխատանքի ընդունվեք, նաև հակառակը։ Կարող է որևէ աշխատանքային պայմանագիր ավարտվի այս 2 շաբաթվա ընթացքում։ Կարող է եւ ձեր աշխատակիցներից որևէ մեկը հեռանա աշխատանքից։ Ոմանք կարող են իրենց օգնական վերցնել, քանի որ դժվարանում եք միայնակ խնամել երեխային կամ տան գործերն անել։ Կարող է փոխվել նաև ձեր տնօրենը։ Կվերջանա նաև որևէ պրոյեկտ կապված ձեր հաճախորդների հետ։ Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ կամ տեղափոխվելու մեկ այլ աշխատանքի հետ, դա ձեզ համար ավելի պարզ կլինի այս 2 շաբաթվա ընթացքում։ Ովքեր դեղորայք կամ բուժում էին ստանում, դա էլ կավարտվի։ Նաև զբաղվեք ձեր առողջությամբ։ Այս լիալուսինը ցույց կտա ձեր թույլ տեղերը, եւ եթե որևէ տեղ ցավում է, ուրեմն զբաղվեք դրանով, մի հետաձգեք։ Կարող է դուք պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը։ Մտածեք, թե ինչից կարող եք հրաժարվել այս 2 շաբաթվա ընթացքում ձեր առողջության համար։ Այս լիալուսինը նաև կարող է դուրս հանել հին խնդիրները, որոնք որ պետք է լուծեք եւ ավարտեք։ Այսքանը սիրելիներս, թող լիալուսինը միայն բացահայտի ամենալավագույնը, որովհետև յուրաքանչյուրի մոտ որևիցե մի տանը առկա են բոլոր մոլորակները։ Ոչ բոլորը, բայց մոլորակների շքերթ է, այնպես որ դա ձեզ համար շատ լավ է, եթե չունեք լարված միացուններ։ Եթե ունեք լավ միացուններ, ապա ձեզ միայն սպասում է շատ լավ նորություններ, իհարկե ամեն ինչի լուսավորությունը եւս շատ լավ է լինելու։ Ինչ որ մի բան է, որ պարզվի, դա ձեզ համար դրական է լինելու։ Իսկ ում մոտ որ լարված միացուններ են, ապա բացի այն, որ կարող է լարված լինել այս լիալուսինը, ընդհանրապես լիալուսինները միշտ են լարված լինում։ Շատ դեպքերում հենց այս լարված միացումների ժամանակ է, որ կարող եք ինչ որ մի կարևոր բան անել ձեր կյանքում։ Այսքանը լավ եղեք։